Ռուսական բանակը դրոշ է տեղադրում Խարկովի մարզի վետերինար բնակավայրում։ Ըստ պաշտոնական հաղորդագրության ռազմական գործողություն իրականացվել է անօդաչու թռչող սարքերի, հրետանու և տանկերի միջոցով։ Գլխավոր շտաբի հայտարարության համաձայն մարտ-ապրիլին 35 բնակավայր է անցել ռուսական զինուժի վերահսկողության տակ։ Ուժգնանում են փոխադարձ օդային հարվածները։ Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածներից Ռուսաստանի Սիզրան քաղաքում բնակելի շենք է մասամբ փլուզվել։ Նախնական տվյալներով զոհվել է 2 քաղաքացի, վիրավորվել 11 մարդ, այդ թվում 2 երեխա։ Փրկարարները դեռ աշխատում են դեպքի վայրում, փլատակներում հնարավոր է էլի մարդիկ լինեն։ Շենքի մյուս բնակիչները տեղափոխվել են ժամանակավոր կացարաններ։ Ռուսական ԱԹՍ-ները հարվածել են Ուկրաինայի Սևծովյան Օդեսայի նավահանգստի ենթակառուցվածքներին, վնասելով նավամատույցներ, պահեստներ, երկաթուղային ենթակառուցվածքներ։ Ուկրաինայի փոխվարչապետ Ալեքսեյ Կուլեբայի խոսքով Զապորոժիեի հարավում կայարանին ռուսական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով կա 1 զոհ։ Զոհեր կան նաև Սումիի և Խարկովի շրջաններում։ Եվրամիության դեսպանները հաստատել են Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկը, ինչպես նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը։ Հունգարիան նախկինում վետո էր դրել փաստաթղթի վրա, սակայն Մադյարի գլխավորած նոր կառավարությունը որոշել է չեղարկել այն։ Ավելի վաղ Սլովակիան հայտարարել էր, որ չի աջակցի Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթին առանց դրուժբա խողովակաշարով նավթի մատակարարումների վերսկսման երաշխիքների։ Զելենսկին հայտնել է, որ ռուսական հարվածներից վնասված դրուժբան վերանորոգվել է։ Նրա խոսքով, թեև նոր հարվածների ռիսկը պահպանվում է, նավթամուղը կարող է վերագործարկվել մինչև ապրիլի վերջ։ Եվրամիությունը խնդրել է Ուկրաինային վերանորոգել դրուժբա նավթամուղը, որն ավերվել էր Ռուսաստանի հարվածներից։ Մենք այն վերանորոգել ենք։ Հուսով ենք, որ Եվրամիությունը նույնպես կկատարի համաձայնեցված պարտավորությունները։ Ուկրաինայի տարածքով արևելյան Եվրոպա ռուսական նավթ արտահանող դրուժբա խողովակաշարով նավթի մատակարարումները դադարել էին հունվարին։ Հունգարիայի և Սլովակիայի կառավարությունները մեղադրում էին Կիևին դրուժբայի վերանորոգման աշխատանքներն առհեստականորեն ձգձգելու համար։ Մոսկվան հայտարարել է, որ տեխնիկապես պատրաստ է վերականգնել նավթի մատակարարումները, սակայն ամեն ինչ կախված է ուկրաինական կողմից։ Մենք պայմանագրային պարտավորություններ ունենք Հունգարիայի հետ, բայց այն բանից հետո, երբ Կիևի ռեժիմը սկսեց շանտաժի ենթարկել, այդ մատակարարումները դադարեցվեցին։ Ամեն ինչ կախված է Կիևի ռեժիմից։ Արդյոք նրանք կվերաբացեն խողովակաշարը և կդադարեցնեն շանտաժը։ Այսօր հայտնի է դարձել, որ Ուկրաինան խնդրել է Թուրքիային հյուրընկալել Զելենսկի-Պուտին հանդիպումը։ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի խոսքով Կիևը համաձայն է բանակցային ցանկացած հասցեի, բացի Բելարուսից և Ռուսաստանից։ Զովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։